Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես փաստենք, որ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չէ, քանի որ նա կորցրել է քաղաքական լեգիտիմությունը։ Քաղաքական լեգիտիմությունը պայմանավորված չէ միայն առերևույթ ազատ եւ արդար թվացող ընտրություններով, որովհետեւ իրականում կարող է տեղի ունենալ արդար ընտրություններ, սակայն ժամանակի ընթացքում Պաշտոնյան տվյալ, մասնավորապես խոսքս ներկայացին Նիկոլ Փաշինյանի մասին է, կորցնի իր քաղաքական լեգիտիմությունը, որովհետև այդ քաղաքական լեգիտիմությունը պայմանավորված է նաև ներկայացված ծրագրերով, այնուհետև այդ ծրագրերի ի կատար ածմամբ։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը այն ծրագրով, որով որ հանրությանը ներկայացավ եւ ոչ մի կետ առ այսօր չի կատարել, ավելին ոչ միայն նա չի կատարել այդ ծրագրերը, այլև արել է այդ ծրագրերի տրամագծորեն հակառակ գործողություններ, այսինքն նա խաբել է ժողովրդին խաբելը արդեն իսկ բավարար է, որպեսզի նա կորցրած լինի իր քաղաքական լեգիտիմությունը։ Բացի դրանից շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի ոչ մի ներքին եւ ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ։ Նա այդ ամենը ընդհանրապես եւ սպառել է եւ նրա ներկայացրած բոլոր օրակարգերը իսպառ տապալվել են եւ արտաքին քաղաքական ոլորտում եւ ներքին քաղաքական ոլորտում։ Ուստի եւս մեկ անգամ շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական լեգիտիմություն։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Բացի քաղաքական լեգիտիմությունից, Նիկոլ Փաշինյանը կորցրել է նաև բարոյական լեգիտիմությունը։ Զավթելով իշխանությունը, նստելով վարչապետի աթոռին, Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ գիտակցել իր պաշտոնի նշանակությունը։ Այդպես էլ նա իր անձով չկարողացավ դառնալ քաղաքական օրինակ քաղաքական դաշտի համար։ Խոսքս բնավ այն չէ, որպեսզի մյուսները նայեն Նիկոլ Փաշինյանի վարք ու բարքին, Նիկոլ Փաշինյանի պահվածքին եւ ընդօրինակեն նրան։ Ոչ, սակայն Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետ, փողոցից գալով կառավարություն, նա փողոցի բարքերը նույնպես բերեց կառավարություն։ Նայեք, այս օրերին ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում մարդկանց անվանում են համբալներ, ոչիլներ, չգիտեմ, ղզիկներ, տգետներ, տխմարներ։ Դա անում է մի իշխանական զույգ, որը հայտ է ներկայացրել կրթել մարդկանց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ իր տիկնոջ պատկերացմամբ բոլոր նրանք, ովքեր քննադատում են իրենց, բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում իրենց իշխանությունը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օր առաջ ազատվել այդ նմանատիպ իշխանությունից, նրանք այդ ընտանիքի պատկերացմամբ ոչիլներ են։ Եվ օրերս բացահայտվեց նաեւ, որ այդ ամենը, այդ վիրավորական արտահայտությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ ոչ միայն դրսևորվում է հրապարակավ, այլ օգտագործվում է այդ ընտանիքի ներսում։ Այդքանով հանդերձ պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է նաև բարոյական լեգիտիմությունը։ Դրան հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի վայելում հանրության վստահությունը, չի վայելում միջազգային գործընկերների վստահությունը։ Նիկոլ Փաշինյանը թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական օրակարգում այլևս զրո է։ Հավելենք, որ այդ ամենը շատ լավ գիտակցում են նաև առաջին հերթին մեր թշնամիները եւ օրերս Ալիևը ներկայացրել է իր հերթական պահանջը։ Սակայն Ալիևի պահանջներին կանդրադառնանք մեր հաջորդ հաղորդմանը։ Այսօր շեշտը դնենք այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը
լինելով ոչ լեգիտիմ ղեկավար, այնուամենայնիվ շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Իսկ դրա մեղավորությունը, հարգելի հետևորդներ, թերևս արդեն կայանում է մեր մեջ, որովհետև մենք պետք է պարտադրենք Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Մենք պետք է ստիպենք նրան հրաժարվել իր զբաղեցրած աթոռից։ Նիկոլ Փաշինյանից ու առհասարակ իշխանությունների հրաժարականին կա մի քանի ճանապարհ։ Դրանցից մեկը օրինակ ներիշխանական պառակտումն է, երբ իշխանությունը բաժանվում է երկու թևի եւ մեկը մի կեսը վերցնում է ամբողջը։ Դա իհարկե մեզ ձեռք չի տալիս, որովհետև միայն Նիկոլ Փաշինյանի անձի հեռացումը բավարար չէ։ Պետք է փոխվի առհասարակ այս իշխանությունը ամբողջությամբ։ Պետք է փոխվեն ոչ միայն անձերը, այլ պետք է փոխվի քաղաքական տրամաբանությունը, քաղաքական փիլիսոփայությունը, քաղաքական արժեհամակարգը։ Իսկ եթե մի կեսը վերցնի ամբողջը, դրանից չի փոխվում ներկա պահին տարվող քաղաքականության տրամաբանությունը, ստացվում է պարզապես փոխվում են անհատները, պետությունից դրան որևէ օգուտ, հասարակությունից դրան որևէ օգուտ չի լինելու։ Հաջորդը դա փողոցային ճնշումն է, փողոցային պայքարը, երբ որ հասարակությունը հասնելով կրիտիկական զանգվածի այնպիսի հզոր ճնշում է գործադրում իշխանությունների վրա, որ իշխանությունները այլևս անկարող են կանգնեցնելու այդ բողոքի թափանիվը եւ արդյունքում ստիպված հրաժարվում են իշխանությունից։ Սակայն ցավալիորեն պետք է փաստենք, որ այս պահին ներողություն փողոցային նման մեծ ճնշում կարծես թե արկա չէ։ Երրորդ տարբերակը այս իշխանություններից ազատվելու վարչապետին անվստահության գործընթաց սկսելն է, այլ խոսքով impeachment-ը, որը արդեն իսկ կարելի է համարել, որ մեկնարկը տրված է։ Իհարկե impeachment-ը, ինչպես եւ նաեւ փողոցային պայքարը եւ առհասարակ իշխանություններից ազատվելու մնացած եղանակները միակը եւ անկրկնելին ու բացառիկը չեն, քանի որ քաղաքականության մեջ չկան անկրկնելի գործողություններ, բացառիկ գործողություններ եւ միակ ելքեր։ Քաղաքականությունը դա հնարավորինի արվեստն է, այսինքն նպատակ եւ այդ նպատակին հասնելու գործողություններ։ Սակայն այսօր ունենք այն, ինչ կա եւ օրակարգում այսօր իշխանություններից ազատման թիվ 1 այսպես ասած միջոցը դա impeachment-ն է։ Իհարկե impeachment-ին բերում են հակափաստարկներ, որ քանի չկա փողոցային ճնշում, քանի չկա հասարակության լայն, այսպես ասած, բողոքի միջոցառումներ, impeachment-ը չի կարող իր արդյունքը տա։ Սակայն եկեք մեդալի հակառակ երեսից նայենք։ Գուցե եւ հասարակության լայն ճնշումները, հասարակության բողոքի զանգվածային ալիքները զարգանան, երբ իրապես ազգային ժողովում մեկնարկի վարչապետին անվստահության հայտնելու գործընթացը, որովհետև ոչ թե սովորաբար քաղաքականության մեջ քաղաքական ուժերն են գնում հասարակության հետևից, այլ հենց քաղաքական ուժերն են գեներացնում քաղաքական պրոցեսները, գեներացնում գաղափարները, այնուհետև հասարակությանը տանում իրենց հետևից։ Հետևաբար հրաժարվել այս պահի դրությամբ impeachment-ի գործընթացից միայն այն պատրվակով, որ փողոցում չկա հասարակության լայն ճնշում, իհարկե կարծում եմ քաղաքականապես արդարացված չէ։ Առավել եւս, որ եթե շեշտադրումը դրվում է միայն ու միմիայն հասարակության լայն ճնշման վրա, ապա նման գործընթաց մենք նույնպես տեսել ենք եւ ականատես ենք եղել, որ այդ գործընթացը նույնպես չի պսակվել հաջողությամբ։ Կարծում եմ քաղաքականապես արդարացված չէ նախորդ որևէ քայլ չանելով հայտարարել, որ այդ գործընթացը դատապարտված է ձախողման։ Եթե կա նվազագույն իսկ հնարավորություն, գոնե 1% շանս ազատվել Նիկոլ Փաշինյանից, ապա պետք է օգտվել այդ շանսից։ Ապա պետք է անել հնարավորինս, որպեսզի գործընթացը պսակվի հաջողությամբ։
Ոչ մի բան չի խանգարում, որպեսզի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ փորձ արվի փողոցում գեներացնել բողոքի մեծ ալիքներ, հանրությանը ոտքի հանել եւ ուղղորդել դեպի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Էլի եմ շեշտում, ոչ մի բան չի խանգարում։ Եվ քաղաքական ամենամեծ սխալը դա անգործությունն է եւ այլոց կողմից նախաձեռնությունները քննադատության ենթարկելը։ Դրանից օգտվելու է միայն ու միմիայն Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ ես բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ եմ անում միանալ այսօր Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։